Բարի երեկո սիրելի հայրենակիցներ, այսօր ես որոշեցի մտնել ուղիղ եթեր, նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն մարդկանց այն մաղթանքների համար, որ այսօր ինձ տարբեր երկրներից գրում եք կամ զանգահարում եք, շնորհակալություն բոլորից, ուղղակի իմ ներողությունն եմ խնդրում, որ չեմ կարող բոլորին պատասխանել, բայց շատ զգացված եմ, շատ շնորհակալ եմ այսօրվա օրի համար, որ այդ շնորհավորանքները ուղղակի տեխնիկապես եւ ֆիզիկապես դա անհնար էր, բոլորին շատ կուզենայի անհատական իմ շնորհակալությունը հայտնել այն մաղթանքների համար, որ գրել եք ինձ այսօր, շնորհակալ եմ Աստված օրհնի առատապես բոլորիդ, շնորհակալ եմ ամեն ինչի համար, որ հիշել եք ինձ, այդ մաղթանքները գրել եք, փառք Աստծուն, ես միշտ ասել եմ Տեր, ես չգիտեմ քանի տարի Աստված կյանք ունի իմ համար, ես միշտ ասել եմ այն տարիները, որ Տեր դու ինձ տվել ես, թող ծառայի քո փառքի համար եւ երկինքի համար, որ կարողանանք երկրի վրա ապահովենք քո ներկայությունը, դա իմ համար կարևորագույն մի աղոթք է, որովհետև քրիստոնյան չի կարող առանց Հիսուս Քրիստոսի եւ Աստծո օրհնությունով եւ չխոսի երկնքից, դա իմ համար ամեն ժամանակ ես խոսում եմ իմ Աստծո հետ, իմ աղոթքների մեջ, ասելով, որ դա շատ կարևոր է, որ ամեն մի քրիստոնյա ապրի Աստծո փառքի համար, երկինք հետո նոր երկիր։ Ես ուզում եմ նորից շնորհակալություն հայտնել բոլոր մաղթանքների համար, Աստված օրհնի ձեզ, Աստված օրհնի ձեր ընտանիքը, ձեր երեխաներին եւ մեր հայի սերունդը եւ հայի գենը։ Ես ուզում եմ մի կարճ պատմել այսօրվա այն ինչ որ կատարվեց մի քանի շաբաթներ առաջ, ես պետք է այսօր լինեի որևէ մի երկրում, իմ հարազատները, ընկերները պատրաստվել էին բոլորը, որ մենք պիտի հանդիպեինք եւ նշեինք իմ տարեդարձը։ Ես շատ անգամ խոսել եմ իմ փոքր եղբորից, իմ քրոջս տղայից, որ նա հերոսաբար կռիվ է տվել 44 օրվա պատերազմի ժամանակ, նա ազգային հերոս է, նա հիմա մարմնով մեր հետ չի։ Ես իմ տարեդարձը նվիրեցի իմ փոքր եղբորը եւ այսօր իմ ծննդյան օրը դրվեց խաչքարը Մեծամոր քաղաքում։ Գիտեք, իմ համար նա հերոս է, իմ համար նա ինձ համար թողել է նա կիսատ գործ, ես միշտ ասել եմ, գիտեք, մենք կարող ենք այսօր գնալ որևէ օվկիանոսի կամ ինչ-որ միտեղ ուրախանալ հարազատների, ընկերների, դա էլ է պետք, կյանքը շարունակվում է, բայց մեր հերոսները զոհաբերություն են տվել, մեր տղեկը զոհաբերություն են տվել քրիստոնյա ազգի համար, դրա համար այսօր ես իմ տարեդարձը նվիրել եմ իմ Հայկ փոքր աղբորս, ես հրաժարվեցի այդ ամեն ինչից եւ մենք դրեցինք այսօր Մեծամոր քաղաքում իր անվան, իր հերոսության համար խաչքարը, փառք ու պատիվ մեր բոլոր հերոսներին, մենք պետքա չմոռանանք մեր հերոսներին, թեկուզ որ փորձում են այսօր այս ժամանակի մեջ մոռացնել տան մեր պատմությունը, մեր հերոսները, ես դրա հակառակն եմ գնում, որովհետև Տիրոջ խոսքն ասում է, ես այս աշխարհից չեմ եւ ինձ հավատացողներն էլ այս աշխարհից չեն եւ մենք փորձում ենք հակառակը գնալ այն խաղաղության, որը Տերը դրա մասին չի խոսում, խաղաղությունը դա հոգու խաղաղությունն է, Աստվածաշունչը խոսում է, բայց նա չի խոսել երկրի եւ աշխարհի խաղաղության մասին, որովհետեւ Տիրոջ խոսքը ասում է, որ վերջին օրերում կլինեն պատերազմներ, սով, կռիվ, բայց դա դեռ վերջը չի, ավելի վատ բաներ են լինելու։ Դրա համար ես չեմ պատրաստվում աշխարհիկ խաղաղությանը, ես պատրաստվում եմ հոգևոր խաղաղությանը, իսկ աշխարհի պատերազմներին մենք պետք է գնանք ոչ թե մարմնային եւ մարդկային մտածելակերպով, այլ երկնային մտածելակերպով, որտեղ մենք ուրիշ տարբերակ չունենք այս դեպքում,
Դրա համար ամենամեծ խաբեությունն է, որ մենք պետք է Տիրոջ խոսքը ասում է արթուն լինենք, արթուն կացեք ամեն ժամանակ, որովհետև գողը չի ասում երբ է գալի, գողը ուղղակի գալիս է եւ գողանում է եւ թալանում եւ սպանում տանում է։ Դրա համար այսօր սիրելի հայրենակիցներ, ես իմ օրս նվիրել եմ իմ փոքր հերոս աղբորը, եղբորը, որը իմ համար ինքը օրինակ է։ Ես միշտ ասել եմ, իհարկե Աստված է որոշում մարդկանց օրերը եւ կյանքը, բայց նա թողել է ինձ մի ժառանգություն լինել քրիստոնյա, լինել արժանապատիվ, հայի գեն կրող, եւ նա թողել է ինձ կիսատ գործ։ Մենք պետք է բոլորս մեր հերոսներին կիսատ գործը շարունակենք։ Ես չեմ համարում, որ Արցախը դա իմ հարևան երկիրն է։ Ես չեմ կարող հարմարվել, որ կարելի է վաղը այդ սուտ համաձայնությունը գրվի խաղաղության ստորագրությունը, դա մի մեծ սուտ է, ես չեմ հավատում այդ սթին, դրա համար խնդիր ունի մեր հետ այսօրվա քաղաքական այդ էլիտա կոչվածը, չկա այդպիսի օրակարգ, դա խաբեություն է, դա փորձում են հայ ազգին քնեցնել վերջնականորեն, դրա համար իմ համար այսօր ավելի թանկ է խոսել հերոսից, քան խոսել իմ ծնունդից, որովհետև եթե մենք ծնվում ենք որպես հայի գեն կրող եւ չունենք քրիստոնյայի վայել սերունդ ունենալու առողջ, ես չեմ կարծում, որ այդ ծնունդը ավելի լավ չլինի, քան թե լինի ծնունդ, որը որ կոչվելու է հայ, ծնունդ, որի մեջ կա ուրախություն, ծնունդ, որի մեջ կա արժանապատվություն, իսկ այսօր մեր տղեկի այրունը դեռ չի սառչել եւ մենք պետք է իրանց ներկայությունը միշտ խոսենք։ Իմ համար շատ թանկ է նրանց գործը, գիտեք, քրիստոնյա լինելը դա զոհաբերություն է։ Հիսուսը մեզ ցույց տվեց արյան գինը, Հիսուսը մեզ ցույց տվեց ճիշտ զոհաբերությունը, սիրել հոգևոր աշխարհը, սիրել մեկ դիմացինին, ազգին, ընտանիքին, եւ երբ որ դու ասում ես ես սիրում եմ քեզ, շատ քրիստոնյաներ քարոզում են սեր։ Ես շատ անգամ հարց եմ տվել, դա մանիպուլատիվ խոսք է, շատերը չեն կարողանում հասկանալ, թե ես ինչը նկատի ունեմ, որովհետև սիրելը դա զոհաբերություն է։ Հիսուսը մեզ սիրեց եւ նա զոհաբերվեց իմ եւ քո համար եւ աշխարհի բոլոր մարդկանց համար։ Եթե զոհաբերության մեջ այրուն կամ զոհաբերություն չկա, դա չեմ ասում գնաս դու քեզ ինչ-որ մոստից գցես, ոչ։ Հանուն հայրենիքի, հանուն հավատքի մենք պետք է զոհաբերություն տանք։ Խոսքերով, սեղանի շուրջ, ախպեր գիտես ես ով եմ, մենք ով ենք, մենք հեսա կլնենք, կմտնենք, կփրթենք, կանենք, հավատացնում եմ, մենք դրա ժամանակը չունենք եւ ոչ էլ դրանց տեսակը ընդունում ենք։ Մեր դեմ դրված է առաջա դրանք, մենք կանգնած ենք, մենք չենք մոռանում ով ենք մենք չենք մոռանում մեր տղեկի արյան գինը, ես չեմ մոռանում իմ փոքր եղբոր արյան գինը, որ ինքը իմ համար մեծ օրինակն է, եւ այդ կիսատ գործը ես շարունակելու եմ իշքան, որ Աստված երկնքից թույլ կտա ինձ։ Շատերը չեն կարողանում դեռ հասկանան, շատ նեղ կռուգը շատ լավ հասկանում է ինչից եմ ես խոսում եւ ինչեր ենք մենք անում։ Մեր ուղիղ եթերները մենք շուտով կկրճատենք, ոչ թե որ մենք ասելու բան չունենք, ոչ, մենք շատ աշխատանք ունենք անելու, մենք չենք գնում ամառային արձակուրդների, մենք դրա ժամանակը չունենք, մենք կոնկրետ ունենք մեր դեմ դրած ծրագիր, աշխատանք, պահելու են դեռ ինչ-որ կա, մենք շուտով ամսվա վերջ կունենանք հաղորդում, ասելով մեր ծրագրերի մասին, հայի գենի մասին, թե մենք ինչ ենք մտածում, թե ինչպես ենք մենք փորձելու այս ամեն ինչի, այս խայտարարության դեմ կանգնելու, ոնց ենք փորձելու մենք այս ամեն ինչը
այն ինչ որ կատարվում է մեր երկրից դուրս, Սփյուռքի մեր հայրենակիցների հետ, մեր եկեղեցու հետ, սա չի կարող այսպես շարունակվել, սա մի մեծ խայտառակություն է, սա հայի արած գործը չի, սա յան ազգանունով որևէ ինչ-որ մի տեսակ է, որը որ դեռ մեր համար, մեր նեղ կռուգի համար հասկանալի է, ինչի չենք բարձրաձայնում չվնասելով այդ նեղ կռուգի առողջ մեր հայրենակիցներին, որտեղ մենք տեսնում ենք այսօր որևէ մեկը, երբ որ փորձում է բարձրաձայնել, նրան ձերբակալում են, նրան մենք տեսանք Սամվել Կարապետյանի հարցը, որ դա ուղղակի ամոթ է, որ մարդը բարձրաձայնում է, ես չգիտեմ, թե ընդ ինչ է կատարվել իրանց մեջ, Փաշինյանը նոր է հիշել եկեղեցուն, որ եկեղեցին Գարեգինը կույս չի, նոր է հիշել 7 տարի մնալով կառավարության մեջ, նոր է հիշել մնացած հայրենակիցներին, սա բացարձակ մի հատ մեջ շոու է, որը Նիկոլ Փաշինյանը տանում է, դա շեղում է, ես սա տեսնում եմ մեծ վտանգ, ասեմ, որ Աննա Հակոբյանը եկել է Վիեննա, երևի փորձել է գատարեդարձը շնորհավորին, դեղ ասել են, որ այդպես քայլ չանես, կարող է լավ չլինի քո համար, պատկերացնում եք, ես ուզում եմ մի բան ասել, որ այսօր Աննա Հակոբյանից շատ զգույշ պետք է լինել, այդ անձը նա գործիչն է, որը այդ հանդիպումները նա անում է, ես դա բարձրաձայնում եմ, որ մեր հայրենակիցները ավելի զգույշ լինեն, թե Աննա Հակոբյանն կանանցի սենց շագերթավոր, որ ինքը նա այդպես կիսաժպիտով քայլում է մարդկանց մեջ, դա մի սարսափելի զենք է, որը փորձում է ամենավստահված անձը, որ այսօր կա Նիկոլ Փաշինյանի եւ Վարագույրի հետևում կանգնած, դա Աննա Հակոբյանն է, բայց մեր Աստված ավելի զորավոր է եւ մեզ տվել է այդ իմաստությունը հասկանալ ինչ է կատարվում այդ ամեն ինչի մեջ, բայց պետք է որ այդ կնոջից շատ ոչ թե զգույշ լինել, այլ նրա քայլերը պետք է մենք հետևողական լինենք, որտեղ նա շատ գետնային զենք, ասած գետնի տակով նա քայլում է, փորձում է այդ հանդիպումները եւ խոսակցությունները անել եւ առաջի պլանում է, բայց ինչ որ թե մարդիկ տեսնում են, ուզում են հասկանալ, որ նա ինչ որ հանդիպումներ է անում, գեղարվեստական ինչ-որ արվեստ կամ բան ուզում է տեսնել, սիրելի հայրենակիցներ, մի խափնվեք, դա այդպես չի։ Աննա Հակոբյանը կոնկրետ գործողությունների համար մեկ թիրախային մի տեսակն է, որ ինքը ինչպես նա կառավարում էր Արցախում այդ պատերազմը, այնպես էլ նա այսօր Սփյուռքում փորձում է թիրախներ եւ խոսակցություն եւ հանդիպումներ տանի, որի համար ես կխնդրեմ, որ բոլորս շատ ուշադիր լինենք իր քայլերին, նախ առաջին ինչ ֆինանսավորելով է նա այդ քայլերն անում, երկրորդը շատ զգույշ լինենք նրա քայլերից, որովհետև պետք է զգույշ լինել։ Այսօր ես ստացա մեր երկրորդ գիրքը, որի համար շատ շնորհակալ եմ Արամ Մկրտչյանից, նոր մեր գիրքն է դուրս եկել ու ես խորհուրդ կտամ մեր հայրենակիցներին, որ այս գիրքը ունենաք, այստեղ մեր երկրի իրական սահմանների մասին է, ես ուզում եմ գիրքը ներկայացնել, եթե որևէ մեկը կցանկանա ունենալ իր երկրի իրական քարտեզը, իրական պատմությունը, սրանք բոլորը դոկումենտներ են այստեղ հավաքված, այս անգամ ոչ թե անգլերենը այս գիրքը այ հայերենով է, եթե կցանկանաք այս գիրք ունենաք, խնդրեմ ես կարող եմ Արամ Մկրտչյանի հեռախոսահամարը փոխանցել, գրեք ինձ անձնական եւ ես կփոխանցեմ Արամ Մկրտչյանին, ես շնորհակալ եմ այս աշխատանքի համար, շնորհակալ եմ այդ թիմի համար, որ այս տեսակ բարձր մակարդակի գիրք պատրաստվել մեր սահմաններով, իրական սահմաններով,
Եվ ես խորհուրդ կտամ առաջինը կարդալ Աստվածաշունչ, երկրորդ գիրքը սա մեր իրականությունն է, որի համար մենք պայքարում ենք, որի համար մեզ փորձում են լռեցնել։ Հենց սա էր գաղտնիքը, որ փորձում են արդեն երկար տարիներ մեզ լռեցնելով ասել, որ Հայաստանը դա մի շատ փոքր երկիր է եւ ստեղ կա կոնկրետ գրված սերտիֆիկատներով կոնկրետ գրված մեր Հայաստանի իրական քարտեզը, իրական մեր պահանջը, թե ինչի համար ենք մենք պահանջում եւ ինչի համար է այսօր կազմվել Սենատ գաղափարախոսությունը, նա փառք Աստծո, որ այսօր նա շատ մեծ հզոր տեմպերով գնում է եւ մենք փորձում ենք հասնել այդ գաղափարին մտցնելով մայր օրենքի մեջ ես ասացի, որ մենք պատրաստում ենք խորհուրդը պիտի որոշում կայացնի 26 թիվը գալող ընտրություններին Սենատը ինչ քայլեր պետքա ձեռնարկի, որ վերջնականորեն մենք հասնենք մեր իրական Հայաստանին, այն ինչ որ մեր կողքը կատարվում է, ես ասացի, որ այսօր Ադրբեջանի պրեզիդենտը չնախատեսված այց է կատարել Թուրքիայի Հանրապետություն, որովհետև վաղը գնալու է Նիկոլ Փաշինյանը եւ ես նա անցած մեր ուղիղ եթերում ասել եմ, որ շատ մեծ առևտուր է գնում եւ Իսրայելը մեծ գին է վճարել Ադրբեջանին, որ այսօր ճանապարհ տան, որովհետև նրանք չեն կարող տարիներով օդային 2-3 հազար կիլոմետր հեռավորության իրար հետ կռիվ տալու, դա անհնար է տեխնիկապես եւ այդ հնարավորությունը չի լինի այդքան, որ ամեն օր օդային հարվածներ տան, նրան պետք է ճանապարհ, որ վերջնականորեն մտնեն մեր հարևան երկիր, դա շատ վատ ազդեցություն կարող է թողել մեզ վրա եւ Ադրբեջանը դրա համար վերցրել է այդ գինը Իսրայելից, իսկ հիմա այսօր այդ Զանգեզուր կոչված այդ ճանապարհը Սյունիքի հատվածը դա ամենամեծ ճանապարհն է Իրանին խփելու համար, դրա համար այսօր Նիկոլ Փաշինյանը փորձում է բոլոր մեր հերոս տղաներին, դու գիտեք, որ Սերոբ Գասպարյանը այսօր անազատության մեջ է նույն ձև շինցու գործերով, նա փորձում է բոլոր մարդկանց փորձելով դաժե Սփյուռքում, ես գիտեմ ինչից եմ խոսում, Սփյուռքում նա փորձում է դաժե ընդդիմացող այդ ուժերին կանգնեցնել, որովհետև եւ որևէ մեկը, երբ որ նա խոսում է ճշմարտությունից եւ բարձրաձայնում է, նա փորձում է շատ արագ լռեցնել, բայց ինձ թվում է Նիկոլ Փաշինյանը իր մոտ չի ստացվի, ես ասել եմ, որ ես ոնց որ թե զգում եմ, որ նա կրակի հետ է խաղանում, նա փորձում է իր կարմիր գծեր անցնել, որը որ վարակույրի հետևի մարդը, որը որ մարիոնետի է խաղացնում է Նիկոլ Փաշինյանին, գալու է օրը, որ ինքը էլ պետք չի գալու, դա Նիկոլը շատ լավ գիտի, իրանց տնից միայն վայելողը դա Հակոբյանն աննա, որը պատրաստվում է մեծ այրենահեղ գործողության, նրա ձեռքերը ավելի յուղոտ են եւ ավելի կեղտոտ են, ինձ թվում է ինձ հասկացողները հասկանում են, թե ես ինչից եմ խոսում, ես փորձում եմ ոչ թե զսպված խոսել, ես ուղղակի սպասում եմ մինչեւ ամսվա վերջ մեր հավաքից հետո, մեր որոշումից հետո, որ նոր մենք կարողանանք կոնկրետ բարձրաձայնենք մեր հետագա քայլերը, որովհետև այս ձև չի կարող շարունակվել, սա խայտարակության վերջն է, ես նորից եմ ասել, Գարեգինը իմ աչքի լույսը չի, մեզ պետք է այո հոգևոր հզոր առաջնորդ, ես նրան ասել եմ, որ հաղորդել եմ նրան, որ ապաշխարի եւ զանգերը խփի, հայ ազգը ներող ազգա նա գիտի ներել ինչ բան է, գիտակցում է, այսօր ինձ ինչն է հետաքրքրում շատ, որ քարիզմատիկ ճագերտավոր կոչված եկեղեցիները, որ ասում են, երբ որ դու հարց ես տալի, ասում ես եղբայր դու
լավ քարիզմատիկ ես դառը, ես ինչի եկեղեցին անուններ չտամ այսօր, իսկ որ արմատն ես, ասում ո եղբայր, ես Հայ Առաքելակյանի արմատն եմ, բայց այսօր Նիկոլ Փաշինյանի ասած խոսքերից հետո նրանք լռում են, մենք հասկացել ենք Նիկոլի եւ Գարեգինի խնդիրը, այստեղ խնդիրը դրված է ճակերտավոր Եվրոպայի ինչ-որ X օրենքներ ստորագրելու և Գարեգին բն իշկանել նա խառը վիճակում գտնվի իր անձնական կյանքում, որը նա պետք է Աստծո առաջ պատասխան տա, ոչ թե մեր առաջ, մենք կարող ենք միայն բարձրաձայնել որպես հոտ, գառների հոտը մեր հոգևորականին, բայց նա է պատասխան տալու, բայց այստեղ Նիկոլը կոնկրետ խնդիր ունի համասեռամոլների հետ կապված օրենքը, որը Գարեգինը չի մտնում դրա մեջ, որովհետև նա լավ գիտի դրա վախճանը ինչում նա տանում, ես նույն ձևի ասում եմ, որ Նիկոլը չգիտեր 7 տարի, որ Գարեգին բն երեխան ունի ճակերտավոր կամ նա կույս չի, իհարկե նա գիտեր, նա ուղղակի փորձում է այսօր իր մարդուն բերի, ոնց որ Գարեգինին ցավոք բերեցին և դրեցին և այս դժբախտությունը եղավ մեր ազգի հետ, մենք գիտենք Գարեգինի դնողը ով է, դրա համար այդ անձը այսօր չկա, իսկ ինչ մնում է, որ հիմա փորձում է Նիկոլ Փաշինյանը ավելի սուրբ լինի, քան թե Վատիկանի պապը, և նա ինչ-որ միտեղ մտածեց, որ այո, մեզ կույս է պետք և ոչ թե անառակ որևէ մեկը, և հիմա փորձում է նա մի քանի հարված տալ, կպնելով մեր գործարարներին, կպնելով եկեղեցուն, նա փորձում է այդ հիմքը թուլացնել, իհարկե մենք մեկնաբանել ենք, մենք խոսել ենք, որ սա ինչ-որ մի տեղից թույլ է տարվում, որ Նիկոլը իր ձեռքերը բարձրացնում է, վաղը նա գնում է Թուրքիա, եթե չեմ սխալվում վաղն է, ու վաղվանից ես ասել եմ, մյուս օրվանից Նիկոլ Փաշինյանը արդեն ոչ թե ձեռքերով է խոսալու ամբյոնից, այլ խոսալու է ոտքերով և ձեռքերով, նա ավելի կհզորանա, այսօր Նիկոլին տրված է green card, ոչնչացնելու, որովհետև նա երբ որ այն առաջվա քայլերն արեց և չպատժվեց, այս քայլի ինչա որ չան, գցենք Արցախը կոմպլեկտ նվեր տվեց, եկեղեցին հետը, գցենք մի հատ Էշմիածին ինչա որ չկարանա ինքը ժертվա տա։ Ծրագիր է սա մեծ առևտուր է, որը մենք խոսում ենք արդեն տարիներ, դրա համար այսօր Սերոբ Գասպարյանը ոչ թե շինծու ինչ-որ սարքած գործի համար է նստած, այ իրական և ճշմարտությունը խոսելու համար, նրանք փորձում են որևէ մեկը, որ ուզում է լույսը վառի և ցույց տա խավարի մեջ ինչ կա, նրանք փորձում են կամ ոչնչացնել, կամ այս ձև շինծու գործերով փակել, վախացնել, այսօր փորձեց Աբազյանին գործից անել, որտև Աբազյանը լավ թե վատ ես Աբազյանին ճանաչում էի, լսել էի իր մասին շատ, հենց ասեմ ճակերտավոր լսել էի իր մասին, լավ թե վատ միամիտ լորեցի էր, որը չմտավ Նիկոլ քո խաղի մեջ, որը իշքան էլ խաղացել էր, ինքը փորձեց եկեղեցու և այն անձին, որ դու փորձում ես հիմա, մենք գիտենք ինչի համար ես դու փորձում Կարապետյանին ցավ տալ, Աբազյանը չմտավ դրա մեջ, որովհետև նա գիտեր, որ դրա տակ կմնա։ Հիմա դու փորձում ես մի ավելի սարսափելի մարդու բերես, որը կփորձի աջ ու ձախ մարդկանց պատվալները մտցնելով, վախացնելով, փորձելով այս ամեն ինչը առաջ տանես, բայց ես մի վարկած եմ ուզում բերել, դա համ լավ է, համ շատ վատ է, այո, Իսրայելը տալու է ճանապարհ, Ադրբեջանը տալու է ճանապարհ, դե հիմա դե բլից
քրիկ կլինի Հայաստանի Հանրապետության հետ, թե Թուրքիայի հետ վաղը Նիկոլ Փաշինյանը երկրորդ գիրքը կվերցնի իր գրկում, դա արդեն մենք կտեսնենք վաղը, թե ինչ խոսակցություն է գնում, բայց որ Իսրայելը Ադրբեջանի հիմա սրանք փորձում են Ադրբեջանից փոխեն դեպի Հայաստանով հարվածը գնա դեպի Իրան, տեսնենք Նիկոլ Փաշինյանի վաղվա ելույթը, որովհետև Ադրբեջանը շատ լավ հասկանում է, որ եթե նրա հողից վերջնականորեն Իսրայելի կամ որևէ մի երկրի սալդատ զինվոր մտնի Իրան, դա գնի Ադրբեջանի վերջը։ Հիմա ես գիտեմ օդից կախված լուրերն ասում են, որ Ամերիկան եւ Եվրոպան, իսկ որ մենք ասում ենք օդից կախված, դա լինում է, ուզում են բերեն այս կռիվը մտցնեն Թուրքիայի հետ միացնեն Իրանի հետ կռիվ տալու։ Հիմա ստեղ հարցը ում հողի մեջով այդ ամեն ինչը լինելու։ Եվրոպան չի մտնի կռվի մեջ Իրանի հետ, այ Եվրոպան կտա Թուրքիային ամեն ինչ, որ նրանք իրարի ուղղակի ուտեն։ Մենք խոսել ենք սրա մասին Սերոբ Գասպարյանի հետ 7 տարի առաջ, որ գալու է այդ օրը, որ Եվրոպան եւ Ամերիկան մենք խոսել ենք սրա մասին, եթե մեր եթերները կան, պահպանվում են, ինչքան գիտեմ Սերոբ Գասպարյանի էջում կա, մենք խոսել ենք հենց այսօրվա մասին, որ Թուրքիան Եվրոպան այնքան անելու, իսկ դա կարող է լինել ուղղակի մեկ բանով, Ադրբեջանի հողի մեջով Ադրբեջանը կթողի Իսրայելին իր զինվորականներին, Իրանը դա չի ների, իսկ Թուրքիան ուզի թե չուզի պետքա պաշտպանի իր եղբայրը, թե հիմա նա ինչ ձև կմտնի Սյունիք, դա արդեն մենք պատկերացնում ենք դրա վտանգը, բայց հիմա այստեղ հարցը Ադրբեջանը եւ Թուրքիան փորձում են Հայաստանի ջեբը գցել այս ճանապարհի խնդիրը եւ տեսնենք թե վաղը Նիկոլ Փաշինյանը ջեբերը կարածագնում, թե ջեբերը բացագնում։ Նիկոլ Փաշինյան, մենք գիտենք ձեր քայլերը, փառք Աստծո, որ մենք կարողանում ենք դա ճիշտ մեկնաբանել, հենց այս ֆոնին պետքա Էրդողանը քեզ հիշեր, որովհետև նրանք լավ գիտակցում են, նրանք փողերը կերել են, զենքերը վերցրել են եվրեներից, հիմա նրանցը պետքա Սյունիքը տալու, քանի որ Ադրբեջանը չի կարող այս պահին ուղղակի քնի լինի եւ Սյունիք վերցնի, դա կլինի դրա վերջը, նա գիտակցում է, եթե հիմա եվրեներին նա թողի մտնել իրենց հողով, պատկերացրեք մի 3 օրվա մեջ Ադրբեջան երգիրը քարտեզի վրայից կբնաջնջվի, հիմա սրանք փորձում են Նիկոլ Փաշինյանին հրավիրեն Թուրքիա։ Նիկոլ, կինդ Ամերիկայով եւ Եվրոպայով մանգալով գարանտ է խնդրում, իսկ այդ գարանտի հետ միասին դու գնում ես վաղը Թուրքիա, մենք կհետևենք սիրելի հայրենակիցներ, արդյոք Նիկոլ Փաշինյանը գրպանները բացագնում, թե գրպանները փակագնում, դա կերևա վաղը, թե հաջորդ օր ինչպես է խոսում նա ավելի ուժեղ, ես ասել եմ, նա երբ որ ձեռքով ոտով է խոսում, վաղը չեմ իսորմանից ոտքով հետո նոր ձեռքով է խոսելու մեր հայրենակիցների հետ, որովհետև նրան տալու են շատ շանսեր, շատ թուրքերը նրան տալու են շատ բան, որ ասեն դու խնդիր չունես, խաղաղություն եք ստորագրենք, ճանապարհներ, քարտեզներ կտան քեզ, մենակ այս ճանապարհը դու պետք է ապահովես ինչ պատճառներով։ Մենք գիտենք հետո Նիկոլ Փաշինյանը ինչ ասելու, բա դուք կռիվ եք ուզում, հազիվ Ադրբեջանի հետ մենք խաղաղություն ենք ուզում, այս ճանապարհը տեսեք, նրանք արդեն կես տարի, մենք ուրեմն ասեմ սիրելի հայրենակիցներ, երբ որ քաղաքական գործիչները խոսում են, մենք փորձում ենք նրանց խոսակցությունը վերլուծել մի քանի ձև, դա շատ կարևոր է, նրանք ասում են ճանապարհը բոլորի համար է, ճանապարհը բոլորի համար է, չէ, Ադրբեջանը Սյունիք չի մտնի, նրանց այդ հողը չի տրվի, բայց կլինի բոլորի համար։ Հիմա Ադրբեջանը կստորագրի խաղաղության չագերտավոր պայմանագիրը, բայց դրա մեջ կլինի ճանապարհը բաց բոլորի համար։ Հենց տեղ է մեր մտավախությունը, որ
կարող է հենց այդ ճանապարհը լինի բոլորի համար եւ այդ բոլորով սկսվի, այդ ճանապարհով սկսվի եւ մենք ունենանք խնդիր մեր հարևան, բարեկամ երկիր Իրանի հետ, որը մենք հենց դրա վրա ենք այդ տոճկի վրա ենք մնում, որ ստեղ է ամենավատ քայլը, թե ինչի համար հենց այս պահին պետք է Էրդողանը Նիկոլին հրավիրեր Թուրքիա։ Նրանք ուզում են ուղղակի այս ճանապարհը գցեն Նիկոլի ջեբը, թե հիմի Նիկոլը ինչ գին կուզի դրա համար, նա սովոր է գին ուզելու, եւ նրա վարակույրի հետևի կանգնած իրական հրեշը, որ նրա համար Հայաստան երկիրը այսօր թե կա թե չկա, դրա համար մենք հասկանում ենք, որ այդ անձը չի տենում Հայաստան երկիր, ստեղ դրած իր դեմ ծրագիր եւ նա այդ ծրագիրը առաջ է տանում։ Սրա համար մենք մեկնաբանում ենք, սիրելի հայրենակիցներ, սա մեր դուք կարող եք հավատալ, կարող եք չհավատալ, բայց իրականությունը միշտ այն ինչ որ խոսել ենք, դա եղել է, ցավալի է մեր համար, ցավալի է այս ամեն ինչը տեսնելով, մեր հայ եկեղեցու դեմ, մեր հայրենակիցների, որ իշքան հզոր, ուժեղ, հարուստ, թե կռված տղեկ, թե գործարար տղեկ, որ ունենք, նրանք փորձում են այսօր բոլորին հավասար փռել ասֆալտին եւ տանել փագի տակ բայր։ Սա ուղղակի աբսուրդ է։ Աբսուրդ է եւ սա ցույց է տալի մեր երկրի խայտարակ վիճակը։ Սիրելի հայրենակիցներ, արթուն կացեք, Աստվածաշունչն ասում է եւ մի հավատացեք խաղաղությանը։ Տիրոջ խոսքն ասում է, խաղաղություն ընտրի քո ու Աստծո մեջ։ Բայց աշխարհի մեջ խաղաղություն չի լինելու։ Մենք մոտ ենք շատ մեծ ավելի պատերազմների եւ ողբերի եւ այսօր այս անձը սաղ աշխարհը գնում է աճ, ինքը գնում է լրիվ ձախ։ Իր համար ոնց որ թե ուրիշ մի մոլորակում մի երկիր կա, որտեղ որ խաղաղություն կա եւ այդ խաղաղության բալանին տրված է Նիկոլ Փաշինյանին։ Սա խաբեություն է։ Երկրորդ, ես նորից ամեն անգամ ասել եմ եւ հիմա էլ եմ ասում, որևէ մի հայ կլինես դու սիրելի հայրենակից Նիկոլագան, Պողոսագան, Պետրոսագան, ես գիտեմ, որ ցավոք ազգս այսօր պառակված է, բայց հարց բոլոր իմ հայրենակիցներին, անկախ քո ինչ ձևես դու մտածում, ընդունում ես խոսքերը, թե չես ընդունում։ Արցախը դա Հայաստանն է, թե մեր հարևան երկիրն է։ Եթե մենք այսօր խաղաղություն լավ, արեք մի պահ հավատանք, որ հենց վաղը խաղաղությունը կնքվում է։ Համաձայնվենք։ Խաղաղությունը որ սահմաններով է կնքվում։ Շուշին դա լինում է մեր հարևան երկիրը։ 10 միլիոնից ավել հայրենակից ես ձեզ հարց եմ տալի։ Դեռ չեմ էթում 110 տարի հետ Թուրքիայի հետ, որ չասես մեծ ախորժակ ունես, այո, իմ ախորժակը շատ մեծ է, որովհետև ես հայ եմ։ Ես ավելի մեծ եմ տեսնում եւ եթե մենք հավատանք այն մեծությանը, մենք կհասնենք, եթե մենք հավատանք, բայց շատ քիչ մարդիկ են հավատում։ Ոնց եք դուք համաձայնվելու Արցախը հարևան երկիր։ Գցենք 1-2 տարի հետո ասեք մենք գնում ենք հարևան երկիր Արցախ, որտեղ մեր եկեղեցիներն են, որտեղ մեր խաչքարերն են, որտեղ որ մեր շիրիմներն են, ոնց եք պատկերացնում։ Ու որևէ մեկը հարց չի տալի Նիկոլ Փաշինյանին։ Արցախը լինելու է մեր հարևան երկիրը, խաղաղությունից հետո Շուշին լինելու է մեր հարևան երկիրը, որ գնանք այնտեղ առևտուր անեն գանք։ Դա նույնն է, եթե դու ունես 4 սեյնականի տուն, բռնի ուժով 2 սեյնակը կամ 3 սեյնակը վերցնեն քո ձեռքից, դու գիտես, որ դա քո տունն է, քո սեփականությունն է, քո պապական տունն է, պապերի տունն է։ Եվ ինչ որ մի պահ ասես, կողքի դուռը թրքսնես, ասես սա իմ հարևանն է։ Եվ նույն քո տան մեջ ապրի մեկ ուրիշ ազգի հավատքի ընտանիք։ Սիրելի հայրենակիցներ, ես լուսինից չեմ իջել, բայց սա իմ համար աբսուրդ է։ Ես չեմ կարող սրա համար իմ գլուխը կախել եւ համաձայնվել։ Ես համաձայն չեմ։
Ես գիտեմ, շատ դժվար հարց եմ բարձրաձայնում, բայց իմ համար արժանապատիվ մահը հազարապատիկ այս ծևի անարժանից ավելին է, որ ես իմ գլուխը կախեմ եւ համաձայնվեմ իմ տան մեջ որևէ մի օտարազգա եւ ես ասեմ սա իմ հարևանն է։ Չի կարող դա լինել իմ պարագայում, ես համաձայն չեմ։ Ինչ մնաց համաձայն լինեմ Արևմտյան Հայաստանը, որ 110 տարի մենք ջահերը վառում ենք, մոմերը վառում ենք, ասում ենք պահանջում ենք, ինչ է պահանջում։ Եվ կոչում եք Թուրքիային հարևան երկիր։ Ես իմ համար, ես կարող եմ մենակ իմ համար խոսել եւ իմ կյանքը զոհաբերել հայի տեսակի համար։ Բայց դե դա պետք է Աստված թույլ տա, այդ զոհաբերությունը ինչ կարգի կարա լինի։ Ես գիտեմ ինչից եմ խոսում։ Ինչ մնաց Արևմտյան Հայաստանը, մենք ասում ենք դա մեր հարևան երկիրն է, բայց մենք պահանջում ենք 110 տարի։ Դրա համար, սիրելի հայրենակից, ազգերը մեծ լուրջ չեն ընդունում։ Ուղղակի թոլերանս լինելու համար ժպտում են եվրոպական ժպիտով, ամերիկան ժպիտով, ռուսական ժպիտով, ասում են, հա, 24-ը մենք էլ ենք հիշում։ Իհարկե բոլորը հիշում են, այդպիսի բան եղել է։ Այո, եղել է, որ նրանք մտել են ձեր 4 սենյականի տունը, օրինակը, վերցրել են ձեր 3 սենյակը, բոլորը հիշում են։ Բայց դու հայ, քո հայ տեսակով գնում ես քո տան 2-րդ, 3-րդ, 4-րդ դուռը, թխկացնում ես, ասում ես հարևան, կարող է ինձ մի հատ աթոռ կամ մի հատ դիվան տաս։ Հարևանն էլ ասում է ոչ, չեմ տալի, կորիստից։ Սա է մեր խնդիրը։ Ես խնդիրը իմ համար լուծումը կա։ Իմ համար որպես հայ, իմ պապերի, իմ տան լուծումը ես տեսնում եմ այսպես։ Ես չեմ ընդունում Թուրքիայի իմ հարևան երկիրը, դա իմ երկիրն է։ Այն քարտեզները, որ այս գրքում դրված է օրինական եւ պետական 214,000 կիլոմետրը։ Ես չեմ ընդունում Շուշին եւ Արցախը եւ Լեռնային Ղարաբաղը, դա իմ հարևան երկիրն է։ Եթե մենք սա ընդունում ենք 5 տարվա մեջ, ապա ես համոզված եմ, որ մնացած 5 տարվա մեջ կասեն Սևանն ու Երևանը դա էլ է մեր հին քաղաքներից մեկը։ Ես չեմ ուզում առանձնացնել Նիկոլական, Պողոսական, Պետրոսական, ես խոսում եմ հիմա իմ հետ։ Ես ինձ եմ այդ հարցը տալի։ Շուշին դա իմ հարևան երկիրն է, թե ոչ։ Ոչ։ Այսօր ես ունեմ ստեղ շատ վանքեր, որ 2000 տարի այս վանքերը կան։ Այսօր ես ունեմ 110 տարվա Արևմտյան Հայաստանի իմ պապերի տները, հասցեները, որ ես այսօր ասեմ, սա իմ հարևան երկիրն է, իմ պապը եղել է իմ հարևանը, ումն ենք խաբում, մենք ինքներս մեզ, ումը, ինչից ենք վախենում ճշմարտությունը խոսելուց, 110 տարի ասում են գենոցիդ, ոչ մի բան մեզ չեն ասում, արեք փորձենք մեր մտածելակերպը փոխել, հարևանից լինել տանտերը, թեկուզ որ ուժով վեկալել են, դրան ճիշտ օրինական, ճիշտ լուծում կա, երբ որ դուք օրինական լուծումին չեք գնում և ասում եք Վանը, Էրզրումը մերն է, բայց նա հարևան երկիրն է, դա լուրջ չի։ Նորից եմ ասում, մենք պետք է փոխենք մեր խոսակցականը եւ մեր մտածելակերպը։ Էրզրումում եւ Վանում քո պապերն են, քո տունն այնտեղ, եթե դու այդ ողբերգությունը չներ, դու այսօր այդ տան ժառանգներ, թորներ, ծողրի լինելու։ Պապերդ տալու են քեզ այդ տուն եւ դու այնտեղ մնալու ես, ոնց որ մնում ես հիմա Երևանում, Արտաշատում, Հոկտեմբերում կամ ինչ-որ որևէ մի ռայոնում։ Ու այսօր մենք կոչում ենք դա հարևան երկիր։ Եթե նա հարևանն է, ապա հարևանից ինչ ենք մենք պահանջում։
Դու չես կարող, հարևանը կուզի կտա, կուզի չի տա։ Սա է մեր գլոբալ խնդիրը դրված մեր առջև, եւ մենք փորձում ենք մեր հայրենակիցների հետ խոսել։ Այսօր ինձ է բախտ վիճակվել խոսելու, վաղը խոսեն, ես ասել եմ, որ ես այս ամեն ինչի մեջ փառք Աստծո մենակ չեմ, մեր հայի գենը կանգնած է, առողջ մենք ունենք տղեկ, որը արժանապատվություն ունեն եւ չեն վախենում թե դրսի, թե ներսի, թե մնացած թշնամիներից, որովհետեւ երբ որ դու երկինքը հավատում ես, որ կա, եւ երկնքում դու ապրում ես երկնքի խորհուրդներով, ես համոզված եմ, որ Աստված կողորմա մեզ, այդ իմաստությունը կտա մեզ եւ տվել է փառք Աստծո, որ մենք այսօր գիտակցում ենք, եկել ենք մի գաղափարի, որ Արցախը իմ եկեղեցին դա չի կարող իմ հարևան երկիրը լինել։ 1001 եկեղեցի, որը եղել է Թուրքիայում, ու մնացած մեր եկեղեցիները չի կարող այդ հարևան երկիրը լինի։ Արեք եկեղեցիով սկսենք, արեք մեր խաչքարերով սկսենք, այն մեր պապերի հորովելով ու այն տների այն կուժերով սկսենք, դա մեր պապերինն է։ Սա է խնդիրը, պետք է մենք փոխենք մեր մտածելակերպը։ Այսօր դադում են մեր հերոսներին։ Մարդը գնացի 30 տարի կռվել է, որ այսօր ԿԳԲ-ի պատվալում մնա, ու մենք նստում ենք այս YouTube-ների եւ ինտերնետների դեմ ուզում ենք հայրենիք փրկենք։ Երբ որ մենք պետք է փող հավաքենք 50-100 եվրով, փորձում ենք հայրենիքը լի մի հատ կռիվ ենք անում, գալմաղալների մեջ ենք ընկնում, ով իշքան տվեց, ով 50 տվեց, ես 100 տամ։ Դուք պատկերացնում եք 50-100 եվրոյով պետք է երկիր փրկեք։ Դրա համար մենք չենք բարձրացնում, գործում ենք։ Դրա համար ես փորձում եմ ավելի աշխատել իմ դեմ դրված առաջադրանքը, քան թե բարձրացնել։ Երբ որ պետք է գալի, մենք բարձրացնում ենք։ Իսկ հիմա իմ սիրելի հայրենակիցներ, մենք մեր ուղիղ եթերները կրճատում ենք, որովհետև մենք ունենք արդեն աշխատանք։ Այն ինչ որ պետք էր, մենք ասեցինք։ Գգա օրը մենք նորից կմտնենք ուղիղ եթեր, մեր ասելիքը կասենք, բայց հիմա իմ համար շատ կարևոր է երկու բան. երկինք, հետո նոր երկիր։ Որտեվ Քրիստոսը, դուք բոլորդ քրիստոնյա եք, ես հավատում եմ դրան։ Իմ համար վատ հայ, վատ քրիստոնյա չկա։ Ուղղակի վատ ժամանակներ կան եւ վատ դասատուներ կան, դասավանդողներ կան։ Երբ որ դու երկնքից ունենում ես իշխանություն, երկրի վրա շատ հեշտ ես դու կարողանում, որտեվ Հիսուսն ասում է, ես այս երկրից չեմ։ Տիրոջ խոսքը ասում է, եւ ինձ հավատացողներն էլ այս երկրից չեն։ Նշանակում է մենք ունենք երկնքի իշխանություն։ Փորձեք երկնքի իշխանությունով ապրել, ստեղծագործել եւ առաջնորդվեք, որովհետեւ եթե դուք մնաք երկրի վրա, երկրի իշխանությունը տրված է սատանային։ Նա ձեզ ուղղակի կսպանի ձեր երեխեքին, արժանապատվությունը կվերցնի, հոգին կվերցնի եւ իր հետ միասին կտանի դժոխք։ Դա է սատանայի երկրի ուզածը։ Բայց երբ որ դու գնում ես երկինքի իշխանությունից նոր երկրի վրա գործում ես, նա չի կարող քեզ գտնել։ Դա մեկ։ Երկրորդը, որ հետո չասենք, մենք չենք ասել։ Սա ուղղակի ես խոսում եմ, սա իմեջն է, ես ոչ մեկի կրիտիկ չեմ անում, ես փորձում եմ իմեջով, դա իմ հայելին է, ես խոսում եմ առաջինը, դա իմ հետ, ինձ է դա վերաբերվում։ Իսկ որևէ մեկը եթե կուզի կվերցնի եւ կառաջնորդվի, փառք Աստծո, եթե չէ, Աստված քո հետ։ Երկրորդը, Արցախը, հիշեք, դա իմ համար հարևան երկիր չի կարող լինել։ Դա իմ պապերի երկիրն է։ Իմ եկեղեցիներն են այնտեղ, իմ հայրերի, եղբայրների, պապերի եւ պապերի գերեզմաններն են այնտեղ դրված։ Այնտեղ թափված է մեր աղբերների արյունը, որը մենք չենք կարող ուրանանք, նա չի սառչի, մենք չենք թողա արյունը սառչի։ Հիմա շատերը կարող ասեք, չեք ուզում խաղաղություն, ինչ խաղաղություն, եթե 3 միլիոն, խոսում եմ հիմա Հայաստանի մնացած միլիոնավոր հայրենակիցները
մասնատված Բաբելոն են դարը։ Գևը սենց ասես, մեկը սկսում են 10 հոգի սզբար, մեկը հայոյանք, մեկը էս։ Եթե մենք հայերս, քրիստոնյա հայերս մեկս մյուսի չեն կարող հասկանալ, ապա թշնամին, օտար վարդապետություն, օտար մտածելակերպ ոնց է հասկանալու մեզ։ Եթե ես սենց եմ ասել, չես հասկացել, քննարկենք, խոսենք, հարց տվեք։ Նորից եմ ասում, իմ հայ թասիբով ասք, Արցախը դա, նույնը Լեռնային Ղարաբաղը հարևան երկիր է, ըստ Նիկոլ Փաշինյանի ստորագրված խաղաղության, թե դա ձեր պապերի տունն է։ Երկրորդը Արևմտյան Հայաստանը, որ հիմա կոչվում է Թուրքիա, դա ձեր պապերի տունն է, ձեր պապերի գերեզմանն ու եկեղեցիներն են, թե Թուրքիան դա հարևան երկիրն է ձեր։ Դուք ձեզ հարց տվեք, եզրակացություն արեք։ Եթե հարևանը, խնդրեմ գնացեք հարևանից, եթե կարող եք որևէ մի բան վերցրեք։ Եթե նա ձեր պապերի տունն է եւ դուք ժառանգն եք, մի վախեցեք։ Ժառանգը թե իրավունքով, այս է իրավունքը, ստեղ ասախ գրած է, թե իրավունքով, թե երկնքով դու ժառանգ ես, բայց երբ որ դու քո ժառանգությունը թողում ես ու գնում ես մուրալու, երկինքը եւ երկիրը չի ներում սողուններին, ծախվողներին, վախկոտներին, չի ներում։ Իմ խնդրանքը եւ իմ կոչիմ հայրենակիցներին, մինչեւ նոր մեր հանդիպումը, եղեք պահանջատերը, դուք ձեր տան տիրոջ պես ձեզ պահեք եւ հավատացնում եմ կգա օրը, որ համ իրավունքը, համ երկինքը կբացվի մեր առաջ։ Սա է իրականությունը։ Մի խնդրեք հարևանի ձեռքերով, հարևանից, դուք իր հարևանը չեք, դա ձեր տունն է, թե հյուսիսը, թե հարավը, դա ձեր տունն է։ Սա իմ խոսքերն է իմ հայրենակիցներին։ Ես օրհնում եմ իմ հայ ազգին, նորից եմ ասում, իմ խոսքերը երկինքն է, հետո նոր երկիրի վրա աշխատանքն է։ Մենք ունենք շատ աշխատանք, նորից եմ ասում, մենք չունենք ամառային արձակուրդներ, մենք դրա ժամանակը չունենք, մենք ունենք մեր դեմ դրած առաջադրանք, մենք ունենք մեր հավատքը եւ մեր եղբայրների թանկ արյունը։ Աստված օրհնի իմ հայ ազգին, արթուն կացեք, Աստվածաշունչն ասում է, Տեր օրհնի իմ ազգին, լավ եղեք։ Շնորհակալություն բոլոր մաղթանքների համար, որ այսօր դուք գրել եք ինձ, ես շատ շնորհակալ եմ, շատ շնորհակալ եմ ամեն ինչի համար, բայց գիտեք եւ շնորհակալ կլինեմ, որ բոլորս միասին երկինք նայենք եւ Տիրոջից բոլորը շնորհակալ լինենք։ Աստված օրհնի բոլորիդ։